Արագածոտնի թեմի Հովանու ներքո գործող Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց երգչախումբը բարերար Խաչատուր Բաբոյանի օժանդակությամբ մեկշաբաթյա ուխտագնացությամբ Ախալցխայում էր։ Ծուղրուտ, Կարծախ, Փոքր Պամաչ, Մեծ Պամաչ, Սխիլիսի սրանք այն գյուղերն են, որտեղ երգչախումբը հասցրեց ներկայացնել Կոմիտասի դեռևս չձայնագրված եւ անհայտ որոշ գործեր, ժողովրդական ու ազգային երգեր։ Ուխտագնացությունը նախաձեռնել էին Ախալցխայի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մովսես Քահանա Մանուկյանը։ Երգչախումբը հիմնվել է 2005 թվականին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ խմբավար Առնո Բարխուդարյանի նախաձեռնությամբ։ Երգչախմբի բոլոր 12 երգչուհիներն էլ երաժշտական կրթություն ունեն։ Վերջին 2 տարվա ընթացքում հանդես են գալիս նաև առանձին համերգներով, ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ու Վրաստանի հայոց եկեղեցիներում։ Խմբի երգացանկը բազմաժանր է, կատարում են հայ հոգևոր, դասական ժողովրդական, արևմտաեվրոպական ժամանակակից ստեղծագործություններ։ Լսելով այս երգեցողությունները նորից հիշում եմ Վազգեն առաջին կաթողիկոսի խոսքն, ով ասում է. հայ մարդու պահպանությունը միայն հայու գործը չէ, այն ողջ մարդկությանն է, քանի որ նա իր մեջ կրում է անցյալի եւ այսօրվա համաշխարհային մշակույթը։ Եվ այս երգեցողությունը դրա լավագույն օրինակն է։ Օշականից ժամանած երգչախումբը Կարծախ գյուղում մասնակցեց Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցու վերաբացմանը։ Սա խմբի երկրորդ այցելությունն էր Վիրահայոց թեմ։ Նախորդ տարի եղել են Թբիլիսիում, Սուրբ Գևորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մասնակցել պատարագի, համերգներով հանդես եկել հայերի եւ վրացիների համար, ներկայացրել ռուսական եւ հայկական հոգեվոր, նաեւ ջազային երաժշտություն։ Ջերմագին ընդունելության ենք արժանացել եւ հոգեվորականության եւ մասնավորապես կազմակերպիչների կողմից եւ իհարկե նաեւ ժողովրդի տեղի բնակչության կողմից։ Հոգևորականների նախաձեռնությամբ վերջերս էլ այս եւ հարակից մի քանի գյուղի երեխաներ հնարավորություն են ունեցել ուխտագնացության գալ Հայաստան։